1918 թվականի մայիս, իրավիճակը աղետալի էր, ռուսական կայսրությունը փլուզվել էր, Կովկասյան ճակատը քանդվել, իսկ հայկական բնակչությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ հայոց ցեղասպանությունից հետո։ Օսմանյան բանակը արդեն շարժվում էր դեպի Երևան, որպեսզի ավարտին հասցնի իր ծրագիրը, վերջնականապես վերացնել հայկական պետության հնարավորությունը։ Դանիել Բեկ-Փիրումյանը Սարդարապատի ուղղության ընդհանուր հրամանատարն էր։ Նա արդեն տեղում էր եւ կազմակերպում էր պաշտպանությունը։ Երբ մայիսի 21-ին թուրքերը գրավեցին Սարդարապատ կայարանն ու գյուղը, ստեղծելով անմիջական վտանգ Երևանի համար, հենց Դանիելն էր, որ Մովսես Սիլիկյանի հրամանով նախապատրաստեց հակահարված։ Պողոս Բեկ-Փիրումյանը իր Ղարաբաղյան մահապարտների 5-րդ հրաձգային գնդով հասավ օգնության այն պահին, երբ վճռվում էր ճակատամարտի ելքը։ Նրա գունդը համարվում էր պահեստազորի հզորագույն հարվածային ուժը։ Պողոս եւ Դանիել Բեկ-Փիրումյանները հորեղբոր տղաներ էին, ծնունդով Արցախի Ասկերանի շրջանից։ Մայիսի 22-ի առավոտյան, երբ սկսվեց հայկական զորքերի վճռական հակահարվածը, Պողոսի գունդը նետվեց առաջին գիծ։ Տեսնելով, թե ինչպես է Պողոս Բեկ-Փիրումյանը սպիտակ չերկեզկայով առանց թաքնվելու անձնական օրինակով առաջնորդում մահապարտներին, մյուս զորամասերը նույնպես ոգևորվեցին եւ անցան հակահարձակման։ Իսկ երբ զինվորները հագնում էին սպիտակ վերնաշապիկներ կամ չերկեզկաներ, դա նշանակում էր, որ նրանք ողջ վերադառնալու հույս չունեն։ Սպիտակը խորհրդանշում է պատանքը, այն հագուստը, որով հողին են հանձնում մահացածին։ Հագնելով դա, մարտիկը ցույց էր տալիս, որ նա արդեն հաշտվել է մահվան հետ եւ իրեն զոհաբերում է հանուն հայրենիքի։ Այդ պատճառով էլ նրանց կոչեցին մահապարտների գունդ։